Օրագիր Նյուզ Արփինե Նավասարդյան, պարոն Ավինյան, թույլ տվեք շարունակեմ իմ գործընկերոջ հարցը, բայց մեկ այլ այսպես տեսանկյունից, քանի որ 21-ին այո չընդգրկվեցիք ԿՊ ցուցակում, հայտարարեցիք բիզնեսի եւ քաղաքականության տարանջատված լինելու մասին անկախ անձերից, քանի որ ձեր ընտանիքին պատկանող բիզնեսը վերջին տարիներին բարգավաճում է, տարբեր արտոնություններ է ստանում, այդ մասին մի շարք լրագրողական հետաքննություններ էլ կան, թույլ տվեք հետաքրքրվել, դուք ձեզ ավելի շատ բիզնեսմեն եք համարում, թե քաղաքական գործիչ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, եթե խոսքը գնում է այն արտոնությունների մասին, որոնք որ իրականությանը չեն համապատասխանում, այսինքն եթե խոսում ենք լրագրողական հետաքննությունների մասին, որոնք որ հետո դատարանում պարզվում է, որ այդքան էլ փաստական բավարար հիմք չունեն այն պնդումները անելու համար, որոնք որ անում են իրենց վերնագրերում։ Եթե այդ հետաքննությունների մասին է խոսքը, հեսա ասեմ, էլի, հեսա ասեմ։ Եթե այդ հետաքննությունների մասին է խոսքը, բարգավաճում է այս ընթացքում, թե դրանից առաջ էր բարգավաճում, ավելին այդ մեծ հարց է իրականում, որովհետև նաև իմ պաշտոնյա լինելու բերումով իմ ընտանիքը որոշակի հստակ սահմանափակումներ է ինքը իր համար պարտավորվել վերցնել, որպեսզի տարբեր ոլորտներում, որտեղ որ կա իմ ներգրավվածությունը եւ իմ ազդեցությունը, որպեսզի շահերի բախման իրավիճակ չստեղծվի։ Ես քաղաքական գործիչ եմ եւ 2017 թվականից նույնիսկ կարող եմ ասել երկրորդ կեսից ավելի շատ զբաղվում եմ քաղաքականությամբ, իսկ մնացյալ ամեն ինչը թույլ տվեք, ասենք, չգիտեմ, էլի 90-ականներից մեր ընտանիքը բիզնեսով զբաղվել է, շատ հաջող է զբաղվել, այն ժամանակվանից չենք բողոքում եւ հիմա էլ փորձում ենք հնարավորինս չմտնել այն դաշտեր, որտեղ որ իմ պաշտոնավարումը կարող է խանգարել այդ բիզնեսին։